Նմանատիպ գաղափար միտք արտահայտություն կա today or tomorrow, այսօր կամ վաղը, բայց նաև կամ մեկ ուրիշ տեսանկյունը, ինչպես կարելի ասել, եւ այսօր եւ վաղը։ Գիտեք, այսօր մենք հոգևորներս հավաքվել ենք մեկտեղ Տիրոջ Աստծո կամքը խնդրելու, հասկանալու եւ հնազանդվելու եւ առաջնորդվելու։ Մենք մեկս մյուսի կյանքի ներքին սենյակների մեջ չենք մտնում։ Ամեն մեկս մեր որոշումներն ու ընտրություններն ունենք։ Երբ այսօր ես խոսում եմ այսօր կամ վաղը, ու նաև դրա մեկ ուրիշ տարբերակը, ապա ինչպես թե եւ այսօր եւ վաղը։ Իհարկե խոսքը հոգևոր տեսանկյունի մասին է խոսում։ Այսօր մեր կյանքում շատ անալիքներ ունենք։ Անձամ իմ տանս մեջ իմ եւ Ռուբինե քնելասենյակում տարիներ առաջ անձրևի հետքից վնասված եղավ, մի քիչ նորոգեցինք, բայց արդեն տարիներ անց է, որ դեռ ժամանակ չեմ ունեցել մարդ բերել կամ ես ինքս ներկելու։ Դա մեր որոշումն է, դա մեր մարմինի էս կյանքի ապրելակերպի հետ է կապված։ Այսօրվա այս խոսքը մեր հոգու հետ է կապված։ Հոգու։ Եվ հոգու աշխարհում շատ հաճախ ես ու դու ինչպես ենք մտածում։ Այսօր չեղավ վաղը, if not today, but tomorrow։ Եվ երբեք չենք մտածում, եւ այսօր, եւ վաղը, եւ մինչեւ այն օրը, որ Աստված կյանք կտա այս երկրի վրա ապրելու։ Գիտեք, երկու տարբեր մոտեցում է, երկուսս էլ հոգևոր են, երկուսս էլ աղոթում են, երկուսս էլ աստվածապաշտության մեջ, երկուսս էլ եկեղեցի են գնում, երկուսս էլ վկայություն են տալիս։ Բայց մոտեցումը արմատական, այսօր չեղավ վաղը կլինի, հենց տեղից թշնամին բռնում է մեզի։ Եթե վաղն չեղավ մյուս օրը կլինի։ Եվ այդպես սրտի ցավով առանց քարեր շպրտելու այսօր սիրելիներ ունենք, որ այդպես սկսեցին, այսօր չեղավ վաղը, վաղը չէ մյուս օրը, եւ արդեն տարիները, որ իրենց այլևս չենք տեսնում եկեղեցում։ Մեզ հետ չեն, մեր կողքին չեն, մեզ հետ չեն կանչում, մեզ հետ չեն երգում։ Չեմ կարող ես երբեք ինձ իրավունք վերապահել ու մտածելու, որ վա, նրանք հոգևոր չեն։ Դա իրանց եւ Աստծո մեջ է որոշումը։ Բայց ես մեկ բան եմ հասկացել Աստծո խոսքից, ասես մեկտեղ եկեք, իմ տանս մեջ, եւ անունս կանչեք, որտեվ բաժին ունեմ, օգնություն ունեմ։ Գիտեք, երբևիցե մտածել եք եկեղեցին որտեղից սկսեց, վերնատնից։ Կարող եք պատկերացնել, եթե այդ 120-ը ամեն մեկը իր գործով, իր զբաղմունքով Երուսաղեմով մեկ տարածված լինեին, ինչ կկատարվեր։ Սրտի ցավով պիտի ասեմ ոչ մի բան։ Նույնիսկ Սուրբ Հոգին չէր կարող նրանց մեկտեղ բերել հրաշքով, հափշտակել ու բերել միտեղ հավաքել։ Բայց նրանք ընդամենը ինչ արեցին, որոշում կայացրեցին, ինչին Հիսուս Քրիստոսի խոսքին հնազանդվելու։ Մեկտեղ մնացեք ու ոչինչ չձեռնարկեք, մինչև որ երկնքից զորություն առնեք։ Եվ այդպես էլ եղավ։ Վերնատնից սկսեց եկեղեցին, եւ սրանից երկու շաբաթ առաջ մենք տոնեցինք ծնունդը եկեղեցու, որը կոչվում է Պենտեկոստեի տոնը։ 50 օր էր լրացել, տոնական օր էր, եւ Տերը այցելություն արավ եւ իր խոստումի համեմատ զորություն տվեց եկեղեցու հիմքը։ Ոստի միշտ մեր մեջ կստեղծի այդ մտածելակերպը։ Այսօր չեղավ վաղը, հոգևորի առումով եմ ասում։ Այսօր եկեղեցի չգնացի, վաղը կգնամ։ Այսօր չաղոթեցի, վաղը կաղոթեմ։ Այսօր որևէ մի բան չձեռնարկեցի, վաղը կանեմ։ Հոգևորի մասին է։ Մարմնավորը գիտեք ինչ սիրելիներս, դա քո անձնական կյանքի որոշումն է, դա իմ անձնական կյանքի որոշումն է։ Բայց երբ որ հոգևորին է, մենք ոչ մի երաշխիք չունենք։ Եթե վաղը ինձի Տերը կանչու այդ իմ պատը այդպես էլ ներկված չմնա, ոչ մի բան չի փոխվի։ Բայց եթե Տերը վաղը ինձ կանչի ու այս միտքը ու գաղափարը այսօր չէ, վաղը չէ, մյուս օրը, ես լուրջ հարցի առջև եմ կանգնած Տիրոջ ներկայությանը մեջ։ Որտեւ ինձ համար հավիտենականը, երկնայինը էական չի եղել, կարևոր չի եղել, կյանքի գին չի եղել, արժեքավոր չի եղել, Քրիստոսի թափած արյունը, նրա զոհաբերությունը, նրա Աստված փառավորը, որ մարմին հագավ եւ իմ կյանքը զոհաբերեց ինձ համար,
այսօր, թե վաղը, թե մյուս օրը, դա միանշանակ ինչի մասին է խոսում։ Իմ անտարբերությունը, ոչ թե կողքից քրոջի եղբոր, Քրիստոս Հիսուսի զոհաբերության մասին։ Այսօր յուրաքանչյուրը զոհաբերություն է կարել, որ եկեղեցի եք եկել։ Չեմ ուզում իզուր տեղը ցեսի այդպես մեծարակի արժանացնեմ, բայց զոհաբերությունը, որովհետև դու հանգիստ կարող ես առնել, իմ ես կիրակի չլի մյուս կիրակի, այն մյուս կիրակի, մի անգամ կգնամ էլի աշխարհը չվերջացավ, աշխարհը կվերջանա մի օր։ Աստծո խոսքն է ասում։ Ես ու դու էլ կվերջանանք, ամեն մարդ արարած կվերջանա։ Բայց հարցը մեր մոտեցմանն է, այսօր տերունական օր է, այսօր մեր Քրիստոսի հարության զորության տոնն է, և ես ու դու եկել ենք, որպեսզի մի անգամ ևս հիշատակենք, որ նա հարություն է առել, և նա կենդանի է, և ինչ ասեց հիշեք, որ նա կգա։ Եվ մի քիչ առաջ վկայություն ենք լսում, վկայություն հափշտակման մասին, երբ Տերը կգա իր խոստումի համեմատ եկեղեցին հափշտակելու։ Այսօր երկրագնդով մեկ տարածված բոլոր մայրցամաքներում ամեն ուր վերստին Քրիստոս Հիսուսի մեջ ծնված մարդիկ մեկտեղ են գալիս։ Այսօր մեր քաղաքում բազում եկեղեցիներ կա, փառք Աստծո եկեղեցիների համար, եւ մեկտեղ են գալիս, որպեսզի տերունական օրը ինչ անեն, Տիրոջը պաշտամունք բերեն, ինչպես ես ու դու ենք եկել։ Ինչպես նոր պաշտամունք ենք հասկացնում, մեր սիրելիներ մեզ առաջնորդում են և եկել միանալով երկնքի հրեշտակներին կանչում էինք փառավորած Հիսուսի փառքը ու նրա գեղեցկությունը, նրա սրբությունը և օրհնագործությունը։ Եվ բնականաբար, ինչպես իմ ու քո կյանքի մեջ է եղել, այսօր սրտից հավով ոմանք այսօր, այս եկեղեցում և կողքի եկեղեցում և մյուս եկեղեցում բացակայեցին։ Եվ բացակայությունը ընդհանրապես քաղաքից դուրս են, ֆիզիկապես ի վիճակի չեն։ Հիվանդ են, անկողնային են, աղոթում ենք, աղոթեցինք այսօր և մշտապես աղոթում ենք այդ կարիքավորի հիվանդների համար։ Բայց եթե այսօր, մի քիչ առաջ ասեցի, այսօր չլինի, այս կիրակի չլինի մյուս կիրակի, կորցնողով էր այդ իրանք էին, այդ անձն էր, որովհետև այն բաժինը, այն օրհնությունը, այն վկայությունը, այն խոսքը, որ Տերը կենդանի ուզում էր ինձ ու քեզ հետ հաղորդակից դարձնել, կորցրեցիր։ Ձայնագրությունը կա։ Ձայնագրությունը երբեք չի կարող կենդանի հաղորդակցություն լինի։ Երբեք։ Մենք երկու շաբաթ առաջ հիշեցինք այդ վերնատան հրաշքը, երբ Աստված այցելեց և այդ մոլորված, շփոթված, վախեցած 11 աշակերտների հետ միացած նաև մյուս այդ նեղ օղակը Քրիստոսի շուրջը 120-ը, երբ զորություն առան երկնքից, ասում է, այնտեղ ներկա էին մարդիկ, որոնք օտարություններից էին եկել, տարբեր լեզուների էին տիրապետում ու ասեցին սրանք մեր իմացած լեզուներով երկնքի ասոն են մեծ արանք ու փառաբանություն բերում։ Իսկ ոմանք էլ ծաղրի էին վերածում, գինով ցած են, հարբած են, չգիտեն ինչ են խոսում, ավել պակաս, ու ասում է Պետրոսը վեր ելավ այդ 11-ի մեջ ու ձայն բարձ ասեց ու խոսք խոսեց, ու այդ խոսքը խոսեց նրանից, որ ով մարդիկ, որոնք ծաղրում եք, սա գինով ցած մարդկանց նշանը չէ, այլ Աստծո երկնքից եկած հոգու նշանն է։ Ու այդպես մի ամբողջ երկրորդ, եթե Գործ առաքելոցը գնաք տուն կարդաք երկրորդ գլուխը, մի ամբողջ քարոզ է քարոզում Պետրոսը այդ հիմքն առնելով, որ ինչպես այդ փառավոր Քրիստոսին դուք արհամարեցիք, անտեսեցիք, մտրակեցիք, հարվածեցիք ու նրան որպես գող ու ավազակ խաչին հանձնեցիք, նա տերերի տերը այսօր հարություն առած երկնքի հոր աջ կողմը նստած բարեխոս է նույնիսկ քո մեղավորի, ինձ մեղավորի, մեզ մեղավորներիս համար և փառավորների անունը։ Եվ շարունակությունը գիտեք նույն Գործ առաքելոց երկրորդ գլխի 41-րդ համարում, այդ 41-րդ դեռ համարը չասած, ասում է ժողովուրդը
Աստծո հոգին խոսում էր նրանց հետ, որտեղ այդ Աստծո հոգին իջել էր եւ Պետրոսի եւ Հովհաննեսի եւ մյուս աշակերտների վրա ու ասեցին. Ինչ անենք եղբայրներ, որ մենք էլ փրկություն ունենանք, այն փրկությունը, որ դու Պետրոս նոր վկայություն ես տալիս, ինչ անենք, որ մենք էլ բաժին ունենանք այդ Քրիստոս փառավորածից։ Եվ իհարկե ընտրություն եղավ։ Եվ գիտեք 41-րդ համար ինչ ասում, ու ասում այդ օրը 3000 հոգի մկրտվեցին եւ եկեղեցու մաս կազմեցին։ Ինձ ցույց տվեք, որ այս 20-21-րդ դարաշրջանում որևէ մի եկեղեցում, որևէ մի քարոզից 3000 հոգի ոչ թե ապաշխարել ջրով մկրտվել եւ եկեղեցու անդամակցություն են ընդունել։ Եվ այսօր այդքան կարդալուց հետո պետք է ցեզ համար կարդամ 42-րդ համարը։ Եվ այդ 3000-ը միանալով այդ 120-ին եւ շատ ու շատ բազում քրիստոնյաներ ասում է ջերմերանդ ինչ հետևում էին առաքյալների ուսուցմանը, որտեղ նրանց մեջ ինչ էին տեսնում։ Նրանց մեջ էլ չէին տեսնում վախեցած, շփոթված, մոլորված, անգրագետ, ձկնորսներ ու անկացներ։ Նրանց մեջ տեսնում էին Աստծո հոգու կրակը։ Ուստի ինչ էին անում, ջերմերանդ հետևում էին առաքյալների ասма ուսուցմանը, հաղորդության հացի բեկմանը։ Գիտեք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է հաղորդությունը։ Նրանք գալիս էին մեկտեղ, ինչպես Աստված Հիսուսն էր իրենց պատվիրել, եւ հացը կոտրում էին եւ հիշում, թե ինչպես Հիսուսը իր մարմինը կոտրեց, որպեսզի ես ու դու կյանք ու փրկություն ունենանք։ Եվ հացի բեկմանը եւ աղոթքներին, սա ոչ այլ ինչ էր, եթե այսօրվա նման մեկտեղ եկած աղոթ ենք աղոթում, երգ ենք երգում, վկայություն ենք լսում եւ Տիրոջն ենք փառավորում։ Եկեղեցին դա է, կենթանությունը, կենթանի հաղորդակցությունը, մեկտեղ գալն է եւ Տիրոջը պաշտելն է։ Այսօր եթե մենք մի պահ հայացք նետենք աշխարհին, գիտեք ամեն ինչ the word full of organized relationships, ամեն ինչ կազմակերպված է, գործի վայրը, ընտանիքներում, բարեկամության մեջ, ընկերների մեջ, ամեն ինչ ենք արել, նախատեսել ենք, մենք ենք ընտրում մեր աշխարհում մեր ընկերներին, մենք ենք կազմակերպում, բայց այս աշխարհի մեջ մի կազմակերպություն կա, որ իմ ու քո ընտրությունով չի, այլ բաց դռներով է ու ամբողջ աշխարհը հրավերքով եւ Քրիստոսի սիրով եւ դիմավորումը յուրաքանչյուրի եւ ներս է մտնում Տիրոջ տանը մեջ Տիրոջը գտնելու, ապաշխարելու եւ մաս կազմելու այդ եկեղեցին։ Այս եկեղեցին մարդկային կազմակերպություն չի, ինչպես ոմանք այդպես են փորձում նկարագրել, մեկտեղ են եկել, հավաքվել են իրանց համար ինչ-որ մի բան են անում։ Սա միակ կազմակերպությունն է, որ Քրիստոս Հիսուսի ձեռքերից զորությունով է կազմվում։ Եվ դրա համար դռները բաց է, there is no membership, անդամակցության ոչ վճարում կա, ոչ էլ ինչ-որ հերթականություն։ Եթե Տերը լսում ես նրա ձայնը, ու այս կամ որևէ մի եկեղեցի ընտրում ես, ներս ես մտնում եւ մաս ես կազմում։ Բայց դժբախտաբար այսօր աշխարհում ինչ է արված, ամեն ինչ ֆիլտրացված է, հարուստը հարուստի հետ, սիրունը սիրունի հետ, գործունյան գործունյայի հետ, պակասը պակասի հետ, տեսել եք ինչքան տխուր է, երբ որ անցնում ես, ասենք փողոցներով, մի քիչ մեր մոտ այդքան, բայց ասում ես, տեսնում ես, թե այդ անտունները, հոմլեսները ինչպես են հավաքվել, անկախ իրենց ցանկությունից, այդպես է իրենց կյանքը դասավորվել եւ իրենք իրենց հետ են, իրար հետ են հաղորդակցում։ Ցավալի տխուր է, բայց այդպեսին է։ Բայց սա միակ տեղն է, որ ամեն մեկս տարբեր կարգերից, տարբեր իրավիճակներից, տարբեր սոցիալական դիրքավորություններից մենք մեկտեղ եկել միայն ու միանշանակ մեկ նպատակի համար՝ Քրիստոսի հետ հաղորդակցություն ունենալու, ուրիշ ոչ մի բան։ Քրիստոսի այդ փառավորի հետ հաղորդակցությունն է։ Գիտեք ինչ, եկեղեցում շատ հեշտ է, երբ որ վերջանում է ժպտես, բարև ձեզ, ինչպես եք, լավ եք, հաջող։ Այդպես չի ուզում Աստված։ Աստված տուն է ուզում, ընտանիք է ուզում է քույր ու եղբայր, ուզում է հարազատություն։
Եվ այսօր սատանան անօրենը թշնամին դրսի աշխարհը աշխարհի ոգին ամեն կերպ ուզում է ներսողոսկի եկեղեցին որպեսզի եկեղեցին դարձնի նաև ինչ մարդկային ձեռքի կազմակերպություն բարև ձեզ լավ եք ամեն բան լավ է հաջողություն եւ ժողովը դեռ չավարտված արդեն ամեն մեկս մեր մեքենայի մեջ ուր են գնում ենք դեպի մեր կյանքը մեր տունը երբեք չմտածելով բայց ես առիթ չունեցա սրան ու նրա հետ մեկ-երկու բառ փոխանցելու հաղորդակցվելու Քրիստոսի սիրո մեջ բայց Աստված Քրիստոս Հիսուս իր կյանքը իր քարոզչությունը իր կանչը եւ եկեղեցու հիմքը նա երբեք չէր ցանկանում որ եկեղեցին լինի ինչ պաշտոնակատարության կազմակերպության ինչ որ մի ժողովրդի եկել ենք ինչ որ մի բան իրականացնելու մենք ոչինչ չենք իրականացնում մենք իրականացվածը Գողգոթայի լեռան վրա վայելում ենք մեր հոգու եւ մեր սրտի մեջ սա է սիրելիներս այսօր որոշ եկեղեցիներ անընդհատ այդ վասկի մեջ են ինչ որ մի բան իրականացնենք եղել արդեն եղել Երբ Պետրոսը խոսք էր խոսում, այնտեղ ոչ բեմ կար, այսօրվա բեմի նման, ոչ բարձրախոս կար, ոչ եկշախում կար, ոչ նվագախում կար, ոչ նվագարաններ կար, ոչ աշիրներ կար, օգնականներ կար, եւ շատ հավանականությամբ նույնիսկ այսպիսի գեղեցիկ աթոռներ ու սես պայմաններ եւ այսպիսի զովացուցիչ պայմաններ չկար։ Բայց արդյունքը ինչն էր։ 3000 մաս կազմեցին եկեղեցու։ Ես չեմ փառք ասես իրավիճակն, ինձ սխալ չհասկանաք։ Եվ այս բոլորը ես բերում եմ միանշանակ մեկ բանի համար։ Եղել է, կատարվել է, այո եւ ամենը Հիսուս Քրիստոսի շրթունքներով հայտարարվել է ինձ համար, ողջ աշխարհի հավատքի համար։ Մենք եկել ենք, որպեսզի նրա այո եւ ամենը ճաշակենք։ Հիշում եք եղբայրը ասեց, երբ երգն էր կառավարում առաջնորդում, եթե հավատքով ես եկել, Տերը ունի զորություն քեզ բժշկված տուն ուղարկի, քո աղոթքին պատասխան տրված քեզ տուն ուղարկի։ Մենք եկել ենք, որ առնենք, կատարվել է, եկել ենք, որ վայելենք, կատարվել է երկնքում։ Եվ Տերը այդ ամբողջը կառուցեց, ոչ թե որ մենք ենք բարև ձեզ, ինչպես եք, լավ ենք, դե հաջողություն, մինչև հաջորդ կիրատի մի անգամ եւս տեսնվելու։ Նա կանչեց, իր կյանքը տնելով, նա լավագույն օրինակ եղավ, որ ձեր սերը չեմ ուզում, այս աշխարհային սիրո նման լինի, այսօր սիրում են, վաղը ատում են իրար ուր են տանում, դատարաններ եւ փորձում են ամեն կերպ ոչնչացնեն դիմացինին։ Աստված մեզ կանչեց անկեղծ սիրո մեջ, եւ անկեղծ սիրո մեջ գիտեք ինչ կա։ Հենց այդպես էլ ասում է, անկեղծություն կա։ Անկեղծ սիրո մեջ զոհաբերություն կա։ Հիշիր ամեն անգամ, երբ որ մի 2-3 րոպե ավելին ես մնում, դու քո անձնական կյանքից կրճատում ես, դու արդեն 2 ժամ տվել ես, դրա համար 1 վայրկյան շուտ ուզում ես ինչ անես, այս ժողովրդից ցերպազատվես, մի արա այդ բանը։ Այդ ամբողջ 2 ժամա վայելչությունը մի կորցրու, տուր նաև որպեսի այդ քո ճաշակածը 2 ժամ բա, կարողանաս այդ 10 րոպեում ինչ անես, մեկս մյուսին կարողանանք, փոխանցենք, սիրենք, աղոթենք, եւ այդ քո վերջի 10 րոպեն ավելցածը զոհաբերություն է պահանջում։ Զոհաբերություն ոչ թե որ 10 րոպե ավել մի կերպ մնամ ատամներս կրճտացնելով, այլ զոհաբերություն, որ Տեր ինձ սարքի, որ ուրախությունով մնամ, հավատքով մնամ, ճաշակելով մնամ։ Եվ դա է զոհաբերությամբ կառուցված եկեղեցին։ Եվ երբ որ սեր կա, հաղորդակցություն կա, երբ որ հաղորդակցություն կա, բնականաբար ինչ որ տեղ նաև կարող է ինչ լինի, խորթ ու փորձ լինի,
Sometimes ինչ messy, ինչ որ մի բան կարողա իրար ճիշտ չհարտահայտենք, ինչ որ մի բան ճիշտ ստացվի, բայց հիշիր, մնալու մեջ զորություն կա, հաղորդակցության մեջ կենթանություն կա, այն մարմինը, որ ես ու դու կառուցում ենք, որի գլուխը Քրիստոս Աստվածը, չի ուզում ես ու դու ավարտենք բարև ձեզ ինչպես եք, լավ ենք, հաջողություն, մինչև հաջորդ տեսակցություն։ Գիտեք, այսպեսի արտահայտություն կա, we cannot reflect Jesus to this world։ Մենք չենք կարող մեր կյանքով Քրիստոսին արտացոլենք այս աշխարհի մեջ if we do not reflect Jesus to one each other in the church։ Դու չես կարող Քրիստոսի վկայ լինես աշխարհում, եթե ես ու դու դեռ չենք սովորում այս տանը մեջ եկեղեցում մեկս մյուսի համար Քրիստոսի արտացոլումը լինենք։ Նոր ինչ էի ասում, այդ 10 րոպե հենց դրա մասին է։ Դա Քրիստոսի արտացոլումն է։ Դա խոսում է, որ դու չես շտապում, պատրաստ ես 10 րոպե եւս զոհաբերես, որ առիթ ունենաս այս ու այն քրոջ ու եղբոր հետ երկու բառ փոխանակես, սեր ասես ու սեր առնես, որպեսի առածդ այդ 2 ժամվա 1 ժամ ու կեսվանը կարողանաս ինչ անես, մեկդ մյուսին հաղորդակից դարձնես։ Ղուկաս ավետարանի 10-րդ գլխին chapter 10 այնտեղ աշակերտին ասում է երկնքից դուք զորություն կառնեք ու երբ որ կաղոթեք հիվանդները կբժշկվեն բայց մեկ բան չհպարտանաք չուրախանաք որ մարդիկ ձեզի մատնացույց են անում ձեզի հրավիրում են իրաց տները որտեղ ձեզանից հրաշքներ է դուրս գալիս այդ հրաշքները երկնային հրաշք է Տեր ընդամենը որպես անոթ է ձեզ ուրախած օգտագործում Եվ Քրիստոս հետևյալ բառեր ասեց. մի բանի վրա միշտ ուրախ եղեք, որ ձեր անունները որտեղ է գրված երկնքի թագավորության գրքի մեջ։ Դա է հավիտենականը։ Այս բոլոր ծափահարությունները թեկուս հոգևոր աշխարհի մեջ։ Այս ինչ ճանաչելի հովիվ է, այս ինչ պատվավոր պատվելի է։ Փառք Աստծո այդ բոլորի համար։ Բայց այդ բոլորը ժամանակավոր է, ժամանակավոր Ես չեմ նախանձում, որտեվ ես չունեմ չեմ նախանձում նրան, որ ունի ավելի պատվավոր, ավելի ճանաչվելի, ավելի ծափահարներության արժանանում։ Ոչ սիրելիս, որտեվ Աստծո խոսքն է այդպես փորձում ինձ սովորեցնել, որտեվ Հիսուս ինչպես խոսում էր 2000 աշակերտների հետ այսօր ինձ ու քո հետ է խոսում, որտեվ մենք նույն աշակերտներն ենք նրա։ Ասեց ուրախացիր Սարո, ուրախացիր ամեն օր, ինչի վրա, ոչ թե ժամանակավորի, այլ հավիտենականի եւ իշներ հավիտենականը եւ որ դու ամեն օր հիշում ես երկնքի թագավորության մասին ով իմ Տերս իմ անունս երկնքի թագավորության գրքի մեջ է գրված այդ տայ արժեքավորը Ոչինչ որ չարժանանանք մեծարակների ու ծափարությունների Ոչինչ որ մարդիկ անցնեն մեր կողքով նույնիսկ չճանաչեն մեզի անտեսեն մեզի եւ նույնիսկ կոպիտ ասած կոխրջեն մեզի ոչինչ հիշիր Այդ ամեն ինչ որ կատարում ես աշխարհի վրա շանակարավոր է եւ բարձրունքները եւ ցածրունքները մի բան է մի բան Եվ Հիսուս իր աշակերտներին ասեց ուրախացեք որ ձեր անունները երկնքի թագավորության գրքի մեջ է գրված դրանից հետո Ղուկաս ավետարանի շատ հետաքրքիր երկխոսության մասին է մեզ ծանոթացնում ասում մի օրինականը գիտեք ինչ էր դրանք օրինապաշտ էին նրանք մտածում են եթե ես անեմ այն անեմ եւ ես երրորդ անեմ վերջ Այնտեղ Աստված Հիսուս հարց կա, Աստված ելք չունի, որ ինձ չփրկի։ Այո, այդպիսի մարդիկ այսօր կան։ Եվ ես ու դու էլ ընդունակ ենք նմանատիպ մարդ դառնալու, եթե
այդ հոգու հետ մենք ամեն օր հաղորդակցություն չունենանք։ Այո, վերստին ծնված մարդկանց մեջ նաև նմանատիպ արտահայտություններ կան, այսքան տարի ծառայել եմ, այսքան տարի աղոթել եմ, այսքան տարի վկայել եմ, ինչպես կարող է, ով կարող է իմ փրկության հետ կապված հարցականի տակ տնի։ Փրկությունը Քրիստոսով է, ուրիշ ոչ մի բանով, ոչ մի բանով։ Փառք Աստծո քո բոլոր ծառայությունների համար, բայց հիշիր, որ քո բոլոր ծառայությունները հետևանք են, ոչ թե նպատակակետ։ Եթե ամբողջ աշխարհը շահեմ, իսկ ես կորցնեմ իմ անձը, ինչի՞ս է պետք։ Եվ ասում եմ, մի օրինական մոտեցող ասեց, ինչ անեմ, որ ես էլ փրկություն ունենամ։ Եվ Քրիստոսը, մեր մտքերն ու սրտերը կարդացողը, մեր ամբողջ աշխարհը, մեր ամբողջ սկիզբը ու վերջը իմացողը, ասես շատ պարզ է, քո Աստծուն սիրես քո ամբողջ կյանքով, հոգով, սրտով, մտքով, եւ երկրորդը քո ընկերոջ, քո բարեկամին, քո եղբորը, քո քրոջդ մասին հոգ տանես։ Եվ ասում եմ, դրանից հետո սկսես մի առակ պատմել։ Ասում եմ, մի մարդ Երուսաղեմից դուրս եկավ ու գնում էր դեպի Երիքով։ Երուսաղեմից Երիքով մոտարպես մի 20 մղոնի ճանապարհ է, 15-20 մղոնի։ Այն ժամանակ հաճախ ոտքով են գնում։ Երիքովը գիտեք, մեզ համար շատ ճանաչված քաղաք է։ Հիշում եք, երբ Աստված Մովսեսի ձեռքով իր ժողովուրդը դուրս հանեց Եգիպտոսի ստրկությունից, երբ նրանք մտնում էին Քանանի ավետյաց երկիրը, որը պետք է դառնար Երուսաղեմ եւ Հրեաստան, նրանք առաջի բերդաքաղաքը, որ հանդիպեցին, որն էր Երիքովը։ Երիքովը դեռ կա։ Երիքովը փաստորեն այժմ գտնվում է Հրեաստանի եւ Հորդանանի պետության այդ սահմանագծի վրա։ Ու գնում էր դեպի Կորսով գնում էր։ Առավոտյան եւ ասում հանդիպեց գողերի, ավազակների, նրան ծեծեցին, ջարդեցին, նրան կիսամեր, նրա բնականաբար ինչ հարստություն է վրայից վերցեցին եւ նրա կիսամեր, ասում է, ինչ ճամփի եզրին բայր թողած գնացին ու հեռացան։ Ու դրանից հետո կատարվում է հետեւյալը։ Պատահմամբ ընթերցում ենք Ղուկաս ավետանի 10-րդ գլխի 31-րդ խոսքը, Luke chapter 10 verse 31. Պատահմամբ նույն ճանապարհով մի քահանա էր իջնում, որ նրան այդ ջարդվածին, այդ վիրավորին, այդ գողերից ու ավազակներից ցավացած անձին տեսավ եւ ինչ արավ, եւ շրջանցեց, ճանապարհը փոխեց, ինչքան կերպ կարող էր արագ հեռացավ։ Առաջի բանը, որ կարող ես մտածել, քահանան ես եմ, քահանան մեր հովիվ եղբայրն է, Արթուր եղբայրը, քահանան կաթողիկոսն է, քահանան պապն է, կաթողիկ է եկեղեցու, քահանան յուրաքանչյուր անձը, որ իր վրա Աստծոց առաջնորդված պարտականություն է վերցրել, Աստծոն ծառայություն բերելու, քահանան, որ ներկայացնում է ինչը, Աստծո տունը, եկեղեցին։ Եվ բնականաբար ես կարող եմ մարդկային ենթադրել, քահանան նայեց այդ մարդուն, ասեց, սա իմ եկեղեցուց չի, ես իր այդ ինչ գործ ունեմ, շատ արագ գնաց։ Քահանան նայեց, ասեց, գլխացավանք է, ինչ իմանամ, կարող է ծուղակ է, թողեց ու գնաց։ Քահանան ասեց, իմ ամբողջ եկեղեցին ինձ է սպասում, ես ամբողջ եկեղեցին թողնեմ մեկի հետևից գնամ, երբ Քրիստոս ասեց 99-ին թողնելով այդ մեկ մոլորվածի հետևից գնաց։ Ասում է քահանան շրջանցեց ու գնաց։ Քահանան այս առակի մեջ ներկայացնում է այսօր ողջ քրիստոնյա աշխարհի հոգևոր առաջնորդներին ու ծառաներին։ Փախուստի տեղ ունես, բացարձակապես ոչ եւ ոչ, այս առակը իմ մասին է։
Եվ այդ քահանան ես եմ, որ ինձ վրա անուն եմ վերցրել Տիրոջս տանը մեջ ծառայություն բերելու։ Եվ 32-րդ համարում նույն գլխի Luke chapter 10 verse 32 Ղուկաս ավետարան 32 մեջ ասում է 32-րդ համարում է նույն կերպ մի ղևտացի էր այդ տեղով անցնում եւ տեսնելով նրան այդ վիրավորին այդ կարիքավորին նրան տեսնելով շրջանցեց ու հեռացավ։ Գիտեք ղևտացիք ովքեր էին։ Իսրայելի ժողովուրդը բաժանված էր 12 ցեղերի։ Եվ Աստված Մովսեսին հրաման տվեց, որ այդ 12 ցեղերից մեկին առանձնացնես, որ իմ տանս մեջ նրանցից քահանաներ ու ծառաներ ու ծառայողներ ելնեն։ Եվ առանձնացեցին Ղևտացի ցեղը։ 11 ցեղը աշխատում էր ու 10-րդ էր տալի, որպեսի Ղևտացի ժողովուրդը ինչ անեն, օրվա ապրուստ ունենար, որտեղ նրանք նշանակվել են ինչ, Աստծո տանը մեջ ծառայություն բերել։ Այստեղ քահանայի մասին չէ, այստեղ իմ ու քո մասին է։ Այսօր ես ու դու Ղևտացիներն ենք այդ 12 ցեղերի։ Այսօր աշխարհում մարդիկ ծաղրում են, ուրախանում են, մեզ տեսնելուց, հետնախոսում են, բամբասում են, անեկդոտ են պատմում, չգիտեմ, բայց մեզ ինչ են տեսնում։ Մեզ տեսնում են հոգևոր։ Սեն մարդիկ են, որ ամեն կիրակի եկեղեցի են գնում։ Սրանք են մարդիկ են, որ միշտ աղոթում են, ոչ թե տարին մի անգամ։ Սրանք այն մարդիկ են, որ Սուրբ Գիրքն են կարդում, վերլուծում են, ուսումնասիրում են։ Սրանք այն մարդիկն են, որ կենթանի հարություն առած Քրիստոսին ոչ թե միայն խաչով, այլ իրենց հոգով, սրտով ու վկայությունով են վկայում։ Սրանք այն մարդիկ են, որ ամեն ինչ անում են, որ չսոտեն։ Սրանք այն մարդիկ են, որ ամեն ինչ անում են, որպեսզի չբամբասեն։ Սրանք այն մարդիկ են, որ ծառանողների սեղանին չեն նստում։ Սրանք այն մարդիկ են, որոնց մեջ խիղճը արթնացած է, գուտ կա նրանց մեջ, կյանք կա, սրանք են մարդիկ են, եթե լավություն չկարողանան անեն, երբեք նրանցից վատը չես կարող սպասես։ Այսօր այդ աշխարհը առանձնացնում է։ Մենք այդ Ղևտացիքն ենք։ Հիմա տեսնում եք, Քրիստոսը իր առակով արդեն երկրորդ անգամ էր իմ հետ խոսում, եւ որպես քահանա, եւ նաեւ որպես Ղևտացի։ Եվ ասում է, այդ նույն ճանապարհով Երուսաղեմից դեպի Երիքով գնում էր նաև մի սամարացի։ Ովքեր են սամարացիները։ Հրեաստանի երկիրը այսօր ամբողջը հրեա են, հրեական թագավորություն է, հրեական իշխանություն է։ Այն ժամանակ Հիսուսի ժամանակ բաժանված էր 3 երկրամասերի։ Ցածում Երուսաղեմում Հրեաստանն էր, հրեական թագավորություն էր։ Վերնում հյուսիսային հատվածում Գալիլեայի թագավորություն էր, Գալիլեայի իշխանություն էր, Գալիլեայի երկրամասներ։ Այդ մեջտեղում այդ արանքում ընկած էր ինչը, ընկած էր այս անձնավորությունը, Սամարացին, Սամարիայի երկրամասներ։ Ովքեր էին սամարացիները։ Սամարացիները հրեաներն էին, որ տարիների ընթացքում խառ ամուսնություն ունեցան օտար ազգիների հետ եւ հրեաները իրենց ինչ արեցին, իրենցից դուրս հանեցին։ Նրանց հետ չեն շփվում։ Հիշում եք Հիսուսի հանդիպումը Սամարացի կնոջ հետ ջրհորին եւ կինը հարցեց. Դու հրեա լինելով, ինչպես ես ինձ հետ նույնիսկ երկխոսության մեջ մտել։ Այդպես էր, կարգ այդպես էր։ Հրեաները իրենց ինչ էին տեսնում, շատ ավելի բարձր, շատ ավելի վերնախավ եւ հոգեվոր առումով, եւ կյանքի եւ քաղաքական առումով։ Սամարացիները դրանք անտեսվածներն էին, երկրորդականներն էին։ Եվ ասում է մի սամարացի գնում էր նույն ճանապարհով։ Եվ 35-րդ համարը 34-րդ համարը 34-րդ համարը ասում է մոտեցավ Սամարացին տեսավ ընկածին, վիրավորվածին, տկարին ու խեղճին։ Նրա վերքերը կապեց, վրան ձեթ
ու գինի լցնելով իր գրաստի հայերեն անգլերեն թարգմանությամբ ասում է իր էշի անդանկի ավանակի վրա դնելով նրան մի իջևանատուն ամենամոտիկ իջևանատունը այսօրվա կարող եք հոթելին տարավ եւ ու խնամեց ու նրան խնամեց ուրեմն այս մարդը սամարացի մարդը ոչ միայն շրջացեց այլ եկավ նրա վերքերը տեսավ ու կապեց վերքերը կապելուց հետո նա լի իրավ մարդկային տեսանկյունով լի իրավունք ուներ ասելու ես իմ գործս կատարեցի իմի գնամ երկար ճանապարհ եմ գնալու էշով գնում էր ուրեմն բիզնեսմեն մարդ էր այն ժամանակ ամեն մարդ չէր որ էշ ուներ կարևոր մարդ էր ժամանակը թանկ էր իր համար ասում է ձեթ ու գինի լցրեց բուժեց ուրեմն պատրաստված մարդ էր փորձառու մարդ էր իմաստուն մարդ էր բայց դրանով եւս չբավարարվեց ավանակի վրա դնելով ուր տարեց իջևանատուն եւ գիտեք այնքան հաճախ եմ ես տարիների ընթացքում կարդացել ու անցել եւ ասում եմ հաջորդ օրը վա ուրեմն ամբողջ գիշեր մնաց հիվանդի մոտ այդ բիզնեսեն մարդը այդ փորձառու մարդը զոհաբերեց իր արևտուրը իր գործը մնաց հիվանդի մոտ հաջորդ օրը Երուսաղեմից մինչև Երիքով կամ որևէ մի վայր էշի ավանակով շատ ավելի արագ կարող էր ասում եմ մնաց նրա մոտ եւ երբ որ հեռանում էր գործով հանեց եւ 2 դահեկան ասում է ինչ իջևանատիրոջը տվեց ու ասեց խնամիր նրան եւ ինչ որ ավելի ծախսես ես մյուս անգամ վերադառնալիս ինչ կանեմ կվճարեմ քեզ 2 դահեկանը Հիսուս Քրիստոսի ժամանակ 1-ից 2 շաբաթվա աշխատավարձ էր այսօր մեզանից որ մեկս 1-ից 2 շաբաթվա աշխատավարձը ինչ որ մի անծանոթ վիրավոր կորցված վերքերով պատած անծանոթ մարդու համար ինչ կանենք կտանք ամբողջը սկսեց գիտեք ինչից որ ասում է երբ որ է սամարացին այդ վիրավոր մարդուն տեսավ իր ինչ արեց ասում է իր գութը շարժվեց իր հոգին այլ հոգի էր քահանայի հոգին չէր ղևտացու հոգի չէր այլ նրա մեջ Աստծո հոգի էր բնակված թեկուզ սամարացի էր թեկուզ անտեսված էր թեկուզ երկրորդական դասին էր պատկանում հասարակության մեջ էր ստանում բայց մեր արժեքը գիտես ինչ մարդկանցով չի չափվում չխաբվես այսօր մենք ամեն ինչ անում ենք որ հասարակության կողմից ընդունված լինենք եւ երբ որ քո ամբողջ ուշադրությունը հասարակությունը ես ընդամենը ինձ եմ հիշեցնում զգուշացիր Սարո որ քո ուշադրությունը Հիսուսի նկատմամբ չկորցնես He stopped նա կանգ առավ He bandaged the wounds նա ասма վերքերը փաթաթեց ու վերքերի վրա գինի եւ յուղ որպես ինչ անի մաքրվի He carried the man նա իր վրա կրեց իր էշի վրա He invested in healing եւ իր բաժինը ներդրումը 1-ից 2 շաբաթվա իր աշխատավարձը տվեց որպեսի այդ վիրավորի խնամքը շարունակվի միջև որ նա ամբողջովին չանի ոտքի ելնի վերականգնվի You cannot love like Jesus from distance Հիսուսը ամբողջովին սեր էր եւ սերն էր որ նրան խաչին հանեց եւ եթե ես ու դու փափագում ենք Հիսուսի նման լման տեսակի սեր ունենանք դու չես կարող մարդկանց սիրեց հերվից Սոր մարդիկ կան շաբաթներ ամիսներ ու տարիներ եկեղեցուց բացակայում են եւ ամենակ ասում են սիրում եմ ցեզի
բառը եւ կյանքը իրավիրարից տարբեր են։ You cannot love from distance. Love gets close. Սերը գիտես ինչ անում, մոտիկացնում է մարդկանց։ Դու չես կարող տանը նստես ու ասես, ես ոչ մի կետ հակառակություն չունեմ, բայց ոչ մեկը չասես, որ դու հակառակություն ունես։ Բոլորին էլ սիրում եմ։ Դա արդեն բառ է, կյանք չի։ Կյանքը գիտես ինչ է, մեկտեղ կալա։ Love gets close. Love sees. Սերը տեսնում է։ Աթոռը ծուրն է։ Այն անկյունում ինչ-որ կեղտ է թափած։ Սերը զարմանալից է, որ ամեն մարդ չի որ տեսնում է եկեղեցում, ինչ-որ մի բան պակասում է։ Երբ որ քո մեջ Աստծո եւ Աստծո տանը եւ Աստծո ժողովրդի նկատմամբ սեր կա, դու արդեն ամեն ինչ տեսնում ես եւ ուզում ես ինչ անես, կատարելության տանես, հոգ ես տանում, ցավ ես քաշում, աղոթք ես անում։ Love sees, love stays։ Արդեն այս մասին խոսեցինք։ Ժողովը ավարտից 1 վայրկյան հետո մենք արդեն մեքենայի մեջ չենք, որ ոտը դնենք պեդալի վրա, մի րոպե շուտ հասնեմ, ամբողջ տունը ինձ է սպասում։ Մի ամբողջ եկեղեցի քեզ ստեղ էր սպասում, ոչինչ թող այդ տունը մի 10 րոպե էլ սպասի։ Դու մի ամբողջ շաբաթ անցել է եւ մի ընդամենը մի առիթ ունես այս մարդկանց տեսնելու։ Love stays, մնում է։ Եվ վերջը հարցում պիտի հարցնեմ ես։ Ես եկեղեցի եմ գալիս on base of inconvenience or intentionally։ Ես եկեղեցի եմ գալիս, որովհետև ինձ հարմարավետ է, թե գալիս եմ նպատակադրված, գալիս եմ այդ փառավորացի հետ հանդիպում ունենալ։ Եթե դու գալիս ես, որ հարմարավետ է, լավ է, աղոթում են, երկում են, միտես էլ հոգիս թեթևանում է։ That's an inconvenience։ Դա վերստին ծնունդի, դա եկեղեցու, դա անթյամի, դա մարմենի, դա կենթանության մասին չի խոսում, դա խոսում է իմ եսի մասին, ես գալիս եմ, որ իմ անձը նորոգվի, ես փառավորվեմ, եւ ոչ Քրիստոսը, ոչ էլ Աստծո ժողովուրդը որպես եկեղեցի, որպես մարմին, բայց երբ որ գալիս ես intentionally, նպատակադրված, դու վաղվանից, երեկվանից ու անցյալ օրից աղոթք ես արել։ Տեր, այդ մարդու բերանը, որ անունը Սարոյա, որ իրեն հովիվ ականջում ես եկեղեցում, օշնիր այդ եղբորս, խոսքը իրեն ուզես օրհնես քո գործն է, բայց խոսքը օրհնի, որտեղ եկել եմ, որ խոսքից ես օրհնվեմ։ Աղոթել ես այդ խոսքի օրհնության համար։ Այսինքն դու աղոթել ես ինքդ քեզ համար։ Աղոթել ես, որ այդ խոսքը այսօր քո հոգուտ հետ խոսա։ Դա է։ Խնդիրը դրանում է։ Եվ եթե նպատակը դրված են գալիս, նպատակ ունեն գալու համար, այդ ժամանակ մեր մեջ եւ մնալու, եւ ծառայելու, եւ սիրելու, եւ գուրգուրելու, եւ աղոթելու, եւ ամեն մի ցանկություն, բարի եւ Աստծուն փառք բերու մեր մեջ կլինի, կհայտնվի, գլուխ կբարձրացնի, Աստծուն կփառավորի, Աստծո տանը մեջ քուր եղբայրների ներկայությամբ։ Եվ վերջո կանք ավարտի վերջի համարով առանց որևէ բացադրությամբ։ Կողոսացիս Colossians 3:17, Կողոսացիս 3:17, եւ ամեն ինչ էլ որ անեք, խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունով արեք, նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն եւ Հորը։ Քեզ կբերեմ այդ փառավոր փառավորած Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու ձեռքերի մեջ։ Ամեն։